Քաղաքագետներ Սուրեն Սահակյանին և Արեգ Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել Հանրային հեռուստաընկերության Բաքվի ծեծկռտուքի հետևանքները։ 2024 թվականի փետրվարին Հանրային հեռուստաընկերության Բաքում տհաճ միջադեպ էր եղել։ Միմյանց քաշքշել, վիրավորել էին քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին հմեկ բանավիճելու։ Միջադեպն այնքան սուր էր եղել, որ դեպքի վայր էին ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում էր ներկայացվել ոստիկանություն։ Անհետև գործը հասավ քննչական կոմիտե։ Եվ ահա քննչական կոմիտեն Սուրեն Սահակյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2024 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցի 26 շենքի հասցեում գործող Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տաղավարում տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ հաղորդաշարի շրջանակներում Արեգ Քոչինյանի հետ կայացած հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցած արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դուրս են եկել հեռուստաընկերության վարչական շենքից գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում 18-15-ի սահմաններում դիտավորյալ կերպով ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արեգ Քոչինյանի ուսերին, կրծքավանդակին, դեմքին, դաստակին, վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։ Իսկ ահա Արեգ Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2024 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Գարեգին Հովսեփյան փողոց 26 շենք հասցեում գործող Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տաղավարում տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ հաղորդաշարի շրջանակներում Սուրեն Սահակյանի հետ կայացած հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցված արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դուրս են եկել հեռուստաընկերության վարչական շենքից, գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում 18-15-ի սահմաններում դիտավորյալ կերպով ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սուրեն Սահակյանին, վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Գործը դատարանում է։